known as Lord Byron. This day I summon forth a reflection penned on the second morn of January, in the year of our Lord, 1817. A meditation on Armenia. It would be difficult, perhaps, to find the annals of a nation less stained with crimes than those of the Armenians, whose virtues have those of peace, and their vices those of compulsion. But whatever may have been their destiny, and it has been bitter, whatever it may be in future, their country must ever be one of the most interesting on the globe. And perhaps their language only requires to be more studied to become more attractive. If the scriptures are rightly understood, it was in Armenia that paradise was placed. Armenia, which has paid as dearly as the descendants of Adam for their fleeting participation of its soil in the happiness of him who was created from its dust. It was in Armenia that the flood first abated and the dove alighted. But with the disappearance of paradise itself may be dated almost the unhappiness of the country, for their long and powerful kingdom was scarcely ever an independent one. And the satraps of Persia and the pashas of Turkey have alike desolated the region where God created man in his own image.
մեծարգո ներկաներ, Լոս Անջելես քաղաքի քաղաքապետարանի անդամ մեծարգո Ադրին Նազարյան, անհատականություն, որի շոշափելի ներդրումն է ունեցել Լոս Անջելես համայնքի, մասնավորապես Լարքի կյանքում, եւ արդյունքում Լարքի կրթամշակութային կենտրոնի թանգարանի մուտքի դուռը անվանակոչված է նրա անվամբ Ադրինի դուռ։ Թանկագին Ադրին Նազարյան, ընդունեցեք մեր սիրո փունջն ու երախտագիտությունը, քանի որ Լարքի դժվարին տարիներին դուք մեզ ուժ եք տվել հավատալու լույսին, հուսադրել եք ելքի կարևիություններին եւ կամքով եք զինել մեզ լուսածակին հավատով նայելու համար։ Շնորհակալ եմ։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր ուսերի վրա է կրում պատմական բախտի բեռը եւ ունի պատմական առաքելության գիտակցությունը։ Մեր քերթողահայր Մովսես Խորենացին իր պատմություն հայոց գրքի մեջ արձանագրել է։ Կարմիր եղեգ կար, եղեգի միջից բոց էր ելնում, եւ այդ բոցի միջից մի խարտյաշ պատանի էր վազում, նա մեր Վահագն էր, քաջության եւ հերոսության աստվածը, որի աչքերն արեգակներ էին, կրակե աչքերով եւ կրակե միրուքով։ Այո, եղեգան փողի հրից, բոցից, երկունքից եւ ցավից ծնվեց մեր տեսակը, մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր Վահագն աստվածը։ Հայը տեսակ է, որ կարող է դիմակայել բոլոր դժվարություններին, ցավի հուշերը, գաղթի դառնությունները, անցյալի դժվարությունները նրան դարձրել են ավելի տոպուն եւ դիմացկուն։ Եվ չնայած պատմությունը խորթ աչքով է նայել մեր ժողովրդին, մենք ապրելու համար ուժ ենք հավաքել մաքարելու, հողմերի եւ արհավիկների դեմ եւ հրեղեն հավքի պես վեր ենք խոյացել թեժ մոխիրներից։ Ամենայն հայոց բանաստեղծը Հովհաննես Թումանյանը գեղեցիկ է նկարագրում։ Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը, եւ ես լիքն եմ այդ կենսունակության անսասան հավատքով։ Ոչ մի բռնակալ, ոչ մի բարբարոս չի կարողացել նվաճել եւ ընկճել հայկական ցեղի հետ հզոր հատկությունը։ Ամեն անգամ, ամեն բռնակալի հայ ժողովուրդը կարող է կրկնել Վարդանանց խոսքը, թե հայի մարմինը կարող է ստանջել, բայց նրա հոգու հետ ինչ է սանելու։ Այո, մենք հպարտ ենք, որ շարավիղներն ենք Աստծո, հպարտ եւ ինքնատիպ ժողովուրդ, յուրաքանչյուրս Վահագն ենք, քաջ եւ քաջապաշտ, մեզ հատուկ է նաեւ գիտակցված մահվամբ քաջաբար անմահանալու ձգտումը, կամավոր նահատակությունը։ Միայն նման ժողովուրդն է, որ սիրում է աշխարհն ու իրեն դիտել հավերժության բարձունքից, ամենաանհավասար պայմաններում, դժվարին պայմաններում վարել իր անհավասար գոյամարտը եւ հարուստ ստեղծագործական էջ բացել համաշխարհային մշակույթի պատմության մեջ։ Այսպես է ապրել, վերապրել եւ հարատևել հայը։